քվորում ունենք, կարող ենք սկսել, հարգելի գործընկերներ, մինչև սկսելը առաջարկում եմ շնորհավորենք այսօր մեր նախարար Արտինե Սարգսյանի ծննդյան օրն է եւ ինքը եկել է մեր հետ անցկացնում։ Հարգելի պատգամավորներ, տեղեկացնեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ լրազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 30 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գագիկ Համբարձումյանին։ Շնորհավորում ենք պարոն Համբարձումյանին։ Այժմ ազգային ժողովի կազմը համալրած պատգամավոր Գագիկ Համբարձումյանը համաձայն ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պետք է երթվի։ Խնդրեմ պարոն Համբարձումյան, համեցեք։ Դահլիճում աղմուկ է։ Լռություն դահլիճում։ Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարտկային արժեքների պահպանման համար։ Շնորհակալություն, շնորհավորում ենք։ Բարի լույս, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։